Բարևներ ժողովուրդ, այսօր 4 հատիկ վարժություն կանենք, որ վարժվենք ենթատարածության հետ։ Եթե ֆորմալ տենց վիդեո եք ուզում, այս վիդեոն անցեք։ Այստեղ տենց ավելի շատ խոսակցական ինտուիցիայի մակարդակով է լինելու։ Հա, գնացինք։ Խնդիրը հետևյալն է։ Ունենք հարթության այս կոորդինատական սկզբնակետից դուրս եկող վեկտորների բազմություններ, ու նկարագրած է թե ինչ ձևով են կառուցված այս վեկտորները։ Օրինակի համար ան ասում է, որ բոլոր վեկտորները, որոնց վերջնակետերը ընկած են տրված ուղի վրա։ Այսինքն ֆիքսում ենք օրինակի համար այս ուղիղը, ու հիմա դիտարկելու ենք այս վեկտորներով կազմված բազմությունը։ Ու գծային ենթատարածությունը տեսնում ենք, մի հատ հասկանանք գծային տարածությունը որն է, որ իր ենթատարածություն պետք է լինի։ Նայենք ուղղակի սովորական վեկտորները սովորական գումարման ու թվով բազմապատկման հատկությունների հետ, այսինքն a գումարած b վեկտորը հաշվելու համար մեր ավանդական, մեր սովորական ձևերով ամեն ինչ արվելու էլի, ոչ մի էքստրաորդինար բան չենք մտցնում։ Հիմա ինչ է մեզ պետք, որ լինի գծային ենթատարածություն։ Ունենք երկու պայման, որ այս եթե բազմությանը ունենք s դնենք, վերցնենք ab այդ s-ից ցանկացած, պետք է a գումարած b-ն էլի s-ի մեջ լինի, ու եթե վերցնենք մի հատ ցանկացած թիվ, բնական, իրական, այս c անգամ a-ն պետք է էլի s-ից լինի։ Ես իմ գլխում ոնց եմ պատկերացնում, կարող է ձեզ օգնի, որ այս ենթատարածությունը պատկերացնում ենք որպես մի հատ ինչ-որ բանտ, որ ցանկացած երկու էլեմենտ եթե գան, տենց իրար հետ ընկերանան, տենց ձեռ-ձեռի տան փորձեն, տենց իրար հետ գումարվեն, էլի չեն կարողանա դուրս գա այս բանտից, էլի մնալու են մեջը։ Նաև եթե ինչ-որ մի հատ անհատ բռնի ու սկսի փորձի ձգվել, էլի դուրս չի կարողանալու գա այս տարածությունից։ Այսինքն ինչ անեն այս երկու գործողություններով, մնալու են տարածության մեջ։ Okay։ Դե հիմա եկեք անցնենք գրելուն։ Հիմա եթե վերցնենք օրինակ այս վեկտորը ու այս վեկտորը իրար գումարենք, արդեն միանգամից դուրս եկանք տարածությունից։ Կամ իրականում վերցնենք այս ու վերցնենք այս, գումարում ենք, էլի դուրս են գալիս այս գծից։ Այս գծով չի նկարագրվում։ Կարանք ֆորմալ մի հատ, եթե հակաօրինակ ենք ուզում բերենք, կարանք մի հատ ֆիքսենք գիծ, երկու հատ վեկտոր վերցնենք, գրենք, տեսնենք, որ իրենց գումարը այդ վեկտորի հավասարմամբ չի նկարագրվում։ Բայց կարող է բախտներս բերի։ Եթե գիծը լինի հետևյալը, այս սկզբնակետով անցնող գիծ, այսինքն իր հավասարումը լինի ուղղակի ինչ-որ k անգամ x։ Այս դեպքում ցանկացած երկու վեկտոր եթե բռնենք իրար գումարենք, իրանք մնալու են այս գծի վրա։ Եթե հենց այս գծից վեկտորներ ենք էլի վերցնում, բռնենք բազմապատկենք ինչ-որ թվով, այս սրանով, էլի մնալու են այս գծի վրա։ Նաև եթե ուզում ենք այս նախորդ դեպքում հասկանանք, թե ինչի պետք է կոորդինատների սկզբնակետով անցնի, եթե ցանկացած ուրիշ գծով սամված վեկտորներ լինեին, պետք է հիշենք, որ այս c անգամ a-ն էլի պետք է բավարար է, իսկ եթե այս c-ի փոխարեն ուղղակի վերցնենք 0 անգամ a-ն մեզ տալու է ուղղակի 0-ական վեկտորը, այսինքն կոորդինատի սկզբնակետը պետք է ներառվի այդ բազմության մեջ, եթե ուզում ենք, որ իրոքից գծային ենթատարածություն լինի։ Հա, ու դրա համար պատասխանը լինում է այո գծային ենթատարածությունը, եթե անցնում է գիծը սկզբնակետով կոորդինատների, եթե չէ։ Okay։ Գնանք անցնենք հաջորդ խնդրին։ Հաջորդ խնդիրը ասում է բոլոր վեկտորները, որոնց վերջնակետերը ընկած չեն տրված ուղի վրա։ Այսինքն այս դեպքում ֆիքսում ենք մի հատ ինչ-որ ուղիղ ու նայում ենք այն ամեն ինչի, ինչ այս ուղի մեջ չի։ Այս մնացած ամեն ինչ, այս ուղից դուրս ամեն ինչ։ Բայց ստեղ էլ իրականում, եթե վերցնենք օրինակ ցանկացած կետ այս ուղից ու դիտարկենք այս վեկտորը ու իրան բաժանենք երկու կտորի, օրինակ լինի այս քանը իրա ու մյուս վեկտորը լինի այս քանը, որ զուտ գումարվենք ու իրան գան հասնեն այս ուղին։ Կստացվի, որ չէ, գծային ենթատարածություն չի լինում դա, որովհետև կարանք ընտրենք երկու վեկտոր, որ իրենց գումարը լինի մեր բազմությունից դուրս։
Երրորդը ասում է բոլոր նրանց, որոնց վերջնակետերը ընկած են կոորդինատային համակարգի առաջին քառորդում։ Առաջին քառորդը հիմա տեսա, այսինքն այս համ x-ը դրական լինի, չբացասական լինի, համ y-ը չբացասական լինի։ Այստեղ նշեմ, որ երկչափի համար եմ գծում, բայց խնդիրը չի ասում ու ընդհանուր դեպքում էլ է աշխատում։ Բայց մենք եթե վերցնենք ինչ-որ երկու հատ վեկտոր, թող լինի a b-ն ու c d-ն, իրենց որ գումարենք, a գումարած c ու b գումարած d, սա մեծ հավասար 0-ից մեծ հավասար 0-ից գումարնել է մեծ հավասար 0-ից, սա մեծ հավասար 0-ից, սա մեծ հավասար 0-ից գումարնել է մեծ հավասար 0-ից, գումարման հետ կապված ամեն ինչ օքեյ է, աշխատում է։ Այ բայց եթե վերցնենք այս c-ն բացասական թիվ, ոչ մեկ չի ասում որ պետք է դրական լինի։ Վերցնենք օրինակ -2։ Այս մեր վեկտորները բռնելու են ու ուղղությունը փոխեն։ Այս ասենց գալու է ուղղությունը փոխի, երկու անգամ է ձգվի այս դեպքում ու կգա կընկնի երրորդ քառորդ։ Այսինքն չի աշխատի։ Հիմա ինչ, իսկ եթե բռնենք այս երրորդ քառորդը ավելացնենք, այս առաջի ու երրորդ քառորդը նայենք, կփրկվենք հիմա, կլինի գծային ենթադրություն։ Վայ, դեն հենց այդ է հարցնում։ Առաջին ու երրորդ քառորդները։ Տեսնում ենք, որ այս մեր նախորդ տեղած խնդիրը լուծվեց։ Ինչպես նաև եթե այս երկու վեկտորները գումարենք էլի այս քառորդում են լինում, նույն ձև այս երկուսը եթե գումարենք էլի քառորդում են, բայց պետք է հիշենք, որ հիմա մեր բազմությունը ավելի մեծ դառավ։ Այս վեկտորներն կան ու այս քառորդում ապրող մի հատ վեկտոր ու այս քառորդում ապրող վեկտոր էլի գումարվելով պետք է դուրս չգան քառորդներից։ Բայց եթե բռնենք այս վեկտորը վերցնենք օրինակ ու այս վեկտորը, իրենց գումարը կդառնա այս վեկտորը, որը արդեն ապրում է մեր չորրորդ քառորդում։ Ուրեմն d-ի դեպքում պատասխանն է, որ ցավոք սրտի, բայց էլի գծային ենթատարածություն չի։ Մերսիներ նայելու համար, ձեզ լավ օր, հաջողություն։